Բարև ձեզ սիրելի հեռուստաեջի դիտողներ։ Մենք այժմ գտնվում ենք Վայքի մշակույթի տանը։ Հիմա գնում ենք ներս։ Այժմ կզրուցենք Վայքի մշակույթի տան տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ։ Պարոն Մնացականյան, Վայոց ձորում թատրոնի բացակայության առաջացրած խնդիրները որոնք են։ 90-ականներից հետո է սկսվել այդ բացակայությունը, որ փակվել է։ Մենք ունեցել ենք Վայքում եղել ջոկ թատրոն։ Իմ կարծիքով հիմնական պատճառը եղել են վատ տարիներից սկսած, որ հիմնականում այդ սկսվեցին թատրոններ փակվել են եւ այլն թուլուս տարիներից։ Բացակայության հիմա որ չունենք հիմնական պայմանավորված է մի շարք գործոններով։ Հիմնական գործոնները դրանցից ֆինանսական բացակայությունն է, ճիշտ ասած շենքային պայմաններն էլ հիմա այն չէ, որովհետեւ մեծ դալիճը չի հեռացում, հիմնականում ծնողները ցույց ժամանակ լի գործ։ Թատրոն ստեղծման այդ գործարկման համար անհրաժեշտ են միջոցներ, բեմի լուսավորություն, դեկորներ, լույս, ամենակարևորը դերասանական կազմ չունենք դերասանները որպեսզի։ Բացի դերասաններից, որ լավ նորմալ միջոցառումներ, բեմադրություններ բեմադրվի, ակուստի դիզայներներ, բեմադրող նկարիչներ եւ այլն նմանատիպ աների մասնագետների պակաս ունենք։ Բայց մենք միջոցառումների բանի ժամանակ երիտասարդների, դպրոցականների հետ համագործակցում ենք, պատրաստում ենք փոքրիկ պիեսներ, ինչ-որ բան, որպեսզի ներգրավենք, կամաց-կամաց աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի ունենանք Վայքում լինի թատրոն, որտեղ Վայքը ունեցել է միշտ լավ ներկայացումներ բեմադրել են ռեժիսորները։ Դրա բացակայության հետևանքով մարդիկ զրկված են ներկայացումներից, նմանատիպ հնարավորություններից։ Չնայած մենք հյուրախաղերով մեր մոտ գալիս են Երևանից, գալիս են իրենց ներկայացնել, էլի հանդիսատեսը գալիս է ինչ-որ բան տեսնում է, բայց որ մենք կոնկրետ հիմա չունենք, դա շատ վատ է։ Թատրոնը դա կրթության կարևորագույն մասերից մեկն է։ Թատրոն հաճախելով, օրինակ ես շատ եմ հաճախել դերդպրոցական տարիներից թատրոն, այնտեղ շատ բան ես սովորում հենց կոնկրետ թատրոնից։ Թատրոնը, չգիտեմ, շփում եմ միանգամից հենց հանդիսատես, դերասան այդ շփումն է, զգում ես ամեն ինչ, հույզերը, ոնց են խոսում, խոսքով այդ ամեն ինչը շատ, թատրոնը շատ կարևոր դեր նշանակություն ունի, հարապես։ Մարդու կյանքում, որ հաճախել են այնտեղի շատ բան է սովորում։ Շատ կարևոր դեր ունի մշակույթում։ Իսկ ո՞րն է ձեր կապը թատրոնի հետ։ Հիմա որ չունենք այդքան կապը, բայց կապ ունեցել եմ միշտ դերուսանողական տարիներից։ Մենք օրկեստր ունեինք, բեմադրության ղափանում բեմադրում էին, ընդեր եմ սովորել։ Ակում Ղազանչյանը բեմադրություններ դրել։ Ես երաժշտական ուսումնարանում օրկեստր ունեինք, հենց մեր օրկեստրով նվագում էինք։ Երաժշտական ձևավորումը, այսինքն այդ երաժշտական մասը մենք ենք ապահովում։ Վայքում էլ որ անում ենք, այդ երաժշտական, ես որպես երաժիշտ, երաժշտական մասերը միշտ օգտակար եմ լինում։ Նվագելով, խորհուրդներով, որ մասը ոնց անեն, որ ճիշտ համահունչ լինի բեմադրության հետ։ Ավարտել եմ Երևանի Գերարվեստատատերական ինստիտուտի դերասանական բաժինը 1970 թվականին։ Այնքան 71 թվականին իմ առաջին բեմադրությունը եկան մշակույթի նախարարությունից, ամուսք եւ կառավարությունից առաջին հենց ներկայացումը 71 թվականին տեսան ու արձանագրեցին եւ տվեցին ժողովրդական թատրոնի կոչում։ Երկար տարիներ ես աշխատել եմ որպես ժողովրդական թատրոնի ռեժիսոր։ Ալբեթի ժողովրդական թատրոնները ես սկսեցի աշխատել որպես մասսայական միջոցառումների ռեժիսոր։ Մինչև 2016 թվականին ինձ հրավիրեցին Պարսկաստան որպես ռեժիսոր աշխատելու։ Այն մոթիմա նկարներն են այնտեղ, որ ես իմ բեմադրություններն եմ արել, նկարներն են ներկայացումներից։ Այս փորձերը մեր ես եմ։ Միջալուց սա էլ աջուրային իմ կանունքը կնքված չէի։ Արամ Վեհապարը եկավ մի օր ելույթ ունեցավ շատ հետաքրքիր։ Ես եմ, կինս է Վահե Շավերձյանը, Սունդուկանի գլխավոր ռեժիսորը։
Այս Սուսիկը իմ կուրսից եւ ամուսինը էլի մեր կուրսից, այ մանկական ընկերն է, իրանք ամերիկան են։ Վահեն Շավերյանը, ես միասին նույն տարում ենք ընդունվել Թատերական ինստիտուտ, ես դերասանական, ինքը ռեժիսորական։ Սեպտեմբերի 1-ից ինքը ստանում էր Լենինյան թոշակ ու ուսխորհրդի նախագահ։ Ավարտելուց անմիջապես հետո նշանակվեց Սունդուկյանի գլխավոր ռեժիսոր։ Էսա, Վահեն Շավերյանը։ Իրականի պետական թատրոնի ռեժիսորը մահացավ։ Ես հիմա բաներ ցույց տամ ձեզ։ Ես հայտարարություն ապրիլի 23-ին Վայքի մշակույթի մեջ դալիճում տեղի կունենա գրական երաժշտական կոմպոզիցիա, ողբան մեղելոց Բեկանում շանտեր կոչյոն ապրված, նվիրված հայոց ցեղասպանության 99 տարելիցին։ Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Սարգոն Մարկարյան։ Հնչյունային ռեժիսոր Սմբատ Արաքելյան։ Սա ես մի կանատը բերեցի հետս, որ այդ հայտարարությունը Աֆշա, կարծացեք, նոր ջուվա Արցախստանում ենա գրածա հայտարարություն, արտասահմանյան փեսացում, որ ժամին, որ 25-ի, 26-ին, ուրբաթ, շաբաթ, կիրակի ժամի 7-ից Միության շրջանը։ Վայ քաղաքի մշակույթի պալատի թատրոն, Բրեժ Իսրայելյան, չնվացված աշխարհամաս, անկես զրույց առանց ընդմիջման։ Բեմադրությունը նվիրված է Արցախյան շարժման 15-րդ տարելիցին, բեմադրությունը Սարգոն Մարկարյանի, ախր շատ գործեր կան արված։ Ուրեմն ես կուզենայի իմ դերասանական անձնակազմին ցույց տալ ձեզ մի հատվածն է, կեսն է, իմ անձնակազմին։ Ուրեմն Հայկ Շահսուվարյանը Ջերմուկ թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, Նավիկ Աթանագյան, ուսումնարանի տնօրեն, Հայկոմի հրահանգիչ, ուսումնարանի վարպետ, վերջը խմբագիր, այն նման կիրթ գրադարանի ավագ գրադարանավար, Զարմիկը Հարության, այն նման մարդիկ են զբաղվածել իմ մոտ որպես դերասան։ Բացման խոսքը Վլադիմիր Հարության, այն նման գործեր կան։ Ես է Ջանիկ Ասլանյանն է, Ջերմուկ թերթի գլխավոր խմբագիրը, երել է Սարգոն Մարկարյանին, ինձ նվիրել է, ստեղ գրած է իմ մասին, Ռոմեո ու Ջուլիետան եւ Խավարը, իմ առաջին ներկայացումները, ամբողջ պատմությունը կա, փառք Աստծո։ Ինչ է եղել էլի։ Իմ մասին լրիվ կա։ Ման ամսագրեր եմ ստացել ես, որտեղ եւ հետաքրքիր այս նկարները կարող եք բան անել էլի, որ Պարսկաստանում ասում են նոր ջուվայում որ աշխատել են, այնտեղ ներկայացումներից է էլի, հատվածներ։ Պատմությունը մնացել այն դերասանական կազմով։ Չախր դի բացեմ որ այդտեղ երթեր տերտերի հետ փոքրի ժամանակ ես իմ պատմություններ են որ չի գնացեք կորը իմ պատմություն Այժմ էլ մենք կզրուցենք Նայելի Հովհաննիսյանի հետ։ Խնդրեմ, ասեք ձեր գործողությունը թատրոնի եւ խմբակների հետ կապված։ Իմ մանկական ստեղծագործության կենտրոնն է սա, որտեղ ես ղեկավարում եմ մանկական թատերական խմբակը երեխաների միջոցով։ Տարբեր դասարանի երեխաներ են լինում։ Այսօր կարող է այս երեխաները խաղան, հետո երեխաները փոխվեն մի ուրիշ երեխաներով։ Կամ որ օրինակ Գագիկը որ ձեզ հետ եկա, արդեն բավական երկար տարի խաղում այստեղ ինձ մոտ։ Տեխնիկայի ներկայացումից բեմադրել խաղացումը եւ տարբեր ներկայացում, որտեղ որ նկարները տեսակ, երբ տան աչքեր չկան բեմադրեցին խաղում էր։ Հիմա պատրաստում ենք ոնց որ դուք տեսակ դեկորները դրած է Հրանտ Մաթեոսյանի աշնանարևը, մոտապագայում կխաղանք ներկայացումը, ձեզ էլ կհրավիրենք, եկեք նայեք, տեսեք, ուղղակի այստեղ պայմանները թատերական չի։ Դահլիճում կլինի, դահլիճը ցուրտ առր։ Մենք որ տաքություն անգնի, մենք դահլիճում դեկորները կտեղափոխենք, կձևավորենք լիարժեք, լույսերով, երաժշտությունով, զգեստով, ներկայացումը կհանձնենք, դուք եկեք նայեք։ Շնորհակալություն։ Համեցեք։ Թատրոնը որպես մշակույթի եւ կրթության կարևորագույն մաս, խոսեք դրա մասին։ Իհարկե, ընդհանրապես թատրոն հասկացողությունը մեծ հասկացողություն եւ այն պետությունում որտեղ կա թատրոն, այնտեղ կա երկին, այնտեղ կա ժողովուրդ, այնտեղ կա մարդ, արվեստը շատ կարևոր հանգամանք է։ Այսօր ինչ որ միտեղ կարելի ասել, մանավանդ մարզերում հոգուսով է։ Դա լրացնելու համար փառք Աստծո, այդ խմբակը որ կա, մենք կարողանում ենք կապ ստեղծել երեխաների հետ, մեր ապագա մեր մտածելին դասիրակենք, ինչ որ մի բանով կարողանանք թատրոնի հետ կապել երեխաներին, որ վաղը մեծանան,
Նրան ներկայացումներ նայեն, վաղը մեծանան գնան դերասան դառնան, եւ այսպես շարունակ սպորտ, արվեստ, ատոնք շատ կարևոր բաներ մեր երկրի համար։ Արվեր այսօր դժվար է, ֆինանսական խնդիրներ կան, դժվար է, թատրոնը ստեղծելը բավականին բարդ բան է, շատ բարդ հասկացողություն է։ Ոնց որ ես աշխատում եմ ինչ-որ բան անել, որ ինչ-որ մի փոքրիկ պահպանվի այդ բանը, կարողանան երեխաները հասկանան թատրոնը ինչ է, ներկայացումը ինչ է։ Ես մեր երեխեքի միշտ բացատրում եմ, ասում եմ ինչ է, որից հետո միշտ երեխաները արդեն կարողանում են համապատրաստի գործողություններ անել բեմի վրա, իմպրովիզացիա են անում արդեն։ Գագիկը միշտ անում է իմպրովիզացիա, ասենք ասեք, այլ այսպես խոսում է, իհարկե կար, այսինքն իրանք արդեն ստեղծագործություն, դա շատ կարևոր բան է։ Ես ուրախանում եմ, որ երեխեքը գալիս են փորձերին նորմալ աշխատում են, մնացած բաները զգեստավորում ասում են, պապան կճարի, մաման կճարի, ես մեկը կկարի, մեկը կկարի, գնում են տուն, ասում սենց կարեք, նենց արեք, խոսքով շատ կարևոր բան է թատրոնը մեր երկրի համար, մեր ժողովրդի համար։ Մենք մի քիչ փոքր մասշտաբով կանենք, մինչև երեխան։ Ես կարծում եմ դա մոտ ապագայում ոչ թե վայքը մենակ թատրոն կա, այլ մի գյուղերում կլինեն թատրոններ։ Ես լավապես եմ կարծում եմ անպայման կլինի, կգա դրա ժամանակը, որ մենք ելի եմ ասում, ոչ թե վայքում մենակ կլինի, այլ գյուղերում էլ կլինի։ Ժամանակին կար, ժամանակին սովետական պետությունը քանդվեց, ժողովրդական թատրոններ գոյություն ունեին, տարին բեմադրումներ 1-ից 2, պատերես 4 ներկայացումներ բեմադրել, ես հիմնականում աշխատել եմ Եղեգնաձորի ժողովրդական թատրոնում, հետո այստեղ եմ ղեկավարել, հետո Ստեփանավերի ժողովրդական թատրոնն եմ ղեկավարել, հետո մշակույթի տանտոներեն մշակույթի բաժնի վարիչ, որից հետո սովետ պետություն փլուզումից հետո վերացավ մշակույթի բաժինը, հիմա լրիվ ուրիշ բանակ, դիցան կրթության արվեստի մշակույթի բաժինը մասկենտրոնում է։ Այդպես հիմա էլ եմ ասում, թատրոնը մշակույթը շատ կարևոր հանգամանք է բոլորի համար, մեր ազգի, մեր ժողովրդի, մեր երկրի, մեր պետականության համար առաջին հիմնաքարերից մեկն է արվեստը, որ երկիրը պահում է։ Ժամանակին որ ուղղակի հիշեցի ասեմ, Լենինական երկրաշարժ եղավ, ուրեմն թատրոնում ժողով էր, ինչ-որ Խորեն Աբրամյանն էր աշխատում ժամանակագլխավոր ռեժիսոր, որին ժամը 11-ին հրավիրել է ժողովի, մի դերասանուհի կար, ինչ-որ երեխան հիվանդարել չի եկել։ Թատրոնը ոչինչ չէր եղել, մենակ այդ մի դերասանուհին ցավոք ռիտայր անել թե չեմ սամահաց։ Մնացած բոլոր դերասաններ կան, որ ոչինչ չի եղել թատրոնի դերասանները։ Խորեն Աբրամյանն ասաց, հեռուստատեսության խոսուն ասաց, եթե թատրոնը չի քանդվել, մնացել է թատրոնը, ուրեմն վարակույրը կբացվի, եթե վարակույրը բացվի ներկայացում կլինի, եթե ներկայացում կլինի, ուրեմն հանդիսատես կգա Գյումրին կապրի։ Ունտեսիք կարևոր հետաքրքիր բան ասաց արվեստյան, պես որ արվեստը շատ կարևոր նշանակություն ունի մեր բոլորի համար, պես որ ես ուրախ եմ, որ եկել եք հետաքրքրում եք թատրոնում շատ բան եք անում, ես հաջողություն եմ ցանկանում ամենաբարի, ապրեք, եթե ամենքը մի փոքրիկ այսպիսի բաներ լինեն, ավելի շատ երեխաները կամ մեծերը կշահագրգռվեն։ Լավ կլինի, որ ասենք հեռուստատեսությամբ լինի այդպիսի բաներ, որ գան, նկարեն, տեսնեն, ցավոք երևի հրավիրում մարզա չեն գալիս, բայց ապրեք, որ եկել եք հետաքրքրում եք, մենք աշխատենք ինչ հնարավոր է մեր ուժերից կախված, ինչ հնարավոր է անենք մեր թատրոնի համար, մեր երեխաների համար։ Այսքան, եթե ուրիշ հարցեր ունենք, Իսկ Եղեգնաձորի թատրոնի մասին ինչ կասեք, ասացիք, որ այնտեղ աշխատել եք։ Եղեգնաձորի թատրոնը ուրեմն ես 73 թվին որ ուսանողի ամառ եկա, ինձ հրավիրեցին այնտեղ ներկայացում բեմադրելու, այնտեղ թատրոնը բավականին երկար ժամանակ գոյություն չուներ, ռեժիսոր չկար, լավ դերասան ունեին Երվանդ Սաղաթելյան, տարիքով մարդ էր, Եղեգնաձորի պետական թատրոնից մնացել էր ինքը այնտեղ Ստալինի հրամանով բոլոր պետական թատրոնները փակվել էր պատերազմի ժամանակ։ Հետո բոլոր թատրոնները վերականգնել, բացի Եղեգնաձորի թատրոնից, ցավոք։ Այդ մարդը մնացել, հետո մտածեցինք, որ պիտի բեմադրենք Սարյանի Իմ սիրտ ծրագրերում։ Դերասան շատ տաղանդավոր դերասան էր, Երվանդ Սաղաթելյանը։ Առաջին բեմադրությունը եղավ Իմ սիրտ ծրագրերում։ Այնտեղ հիմա որ մարշրուտները կանգնում են, որ դուք նստում եք, այնտեղ հին շենք էր Կուլտուրայի տունը։ Այնտեղ բեմադրեցինք։ Եվ այսօրվա պես հիշում եմ, որ կինոյի շենքը որ կա, դուք գիտեք հիմա։ Այնտեղ գնում էր արաբական երկստերանոց գեղարվեստական կինո նկար Աղջիկ եւ Սատանաները։ Ես էլ այդ ներկայացման ռեգլամը տարա կպցեցի կողքած, տեսեք ինչ մակարդակ, ինչ հանդիսատես կգա, ցավոք ոչ մի մարդ չկա։ Ներկայացման եկան բոլոր տնօրեններ, բարեկամներ, Երևանից մարդիկ են եկել, մի աղջիկ էր եկել, ոսպան կլինի ներկայացում, ասում են կլինի։ Դերակատարը հիվանդացել է, տաղան չի թող որ գա այդ տարիքով մարդ։ Բանկանի ասում են կլինի, ոչ համոզեմ կգա, ասում են ես դիպլոմային պետք է անեմ, իմացել եմ որ եկել եմ նայել։ Մի խոսքով մենք ներկայացում խաղացին փոքր դարձել, լեփրեցում, բայց բոլորը ծանոթներ, բարեկամներ, ղեկավարներ, բայց տենց այսինքն
հասկացա, որ այդ ֆիլմը ավելի բան էր, արաբական կինո էր այն ժամանակ թնդում էր։ Իխոսկո բայց այդ նույն ներկայացումը մենք գնացինք Խաչի գյուղ, չեմ անտեղակես Խաչի գյուղը։ Իհարկե։ Խաչի գյուղը շատ զարգացած գյուղ է։ Գնացինք այնտեղ, խաղացինք իմ սերտելարներում, լեփլեցում դահլիճով։ Լիքը մարդիկ էին հավաքվել։ Դուք ինչ եք պատրաստ անել, որպեսզի թատրոնը չկորչի եւ հարատև կյանք ունենա։ Այստեղ այգում։ Գիտեք ինչ, ես 7-8-րդ դասարանում այսինչ շենքում այստեղ բեմ կար։ Ես ներսը բեմում էր ժամանակին։ Ես բեմադրություններ էի անում ժամանակվանից։ Որտեղ որ հեռուստատեսություն վայքում չկար, ոչ էլ Երևանցիում կա շատ։ Հեռուստատեսություն դեռ գոյություն չուներ։ Այստեղ բեմում ես բեմադրություններ եմ արել դպրոցում։ Բեմադրությունները մի պիես եմ գրել, պիես եմ խաղացել այստեղ։ Այն գլխից եմ ես պահել թատրոնը, միջև մել պահել եմ, պահում եմ։ Բայց որ ես այսօր ասեմ այնպես կանոն որ վաղ այդտեղ պետական թատրոն կբացվի, դա չեմ կարող ասել, որ դա ես կոմպետենտ չեմ այդ առումով, բայց ելի եմ ասում, ես լավատես եմ, կարծում եմ մոտ ապագայում բոլոր տեղերում թատրոն կլինի։ Ես կարծում եմ այդպես չգիտեմ։ Բայց ուրիշ խնդիրը այն է, որ ես արդեն պահում եմ։ Այդ մանկական թատրոնը արդեն պահում է, ձեր հարցին ես կարծում եմ ճիշտ պատասխանեցի, ես արդեն անում եմ դա։ Չեմ թողում սառի, փառքաստու լավ երեխեք կան, այ ձեր աշակերտներին կանգնած, ուզում եմ գնալ թատերական շատ երեխաներ կան, որ պարապել են, ընդունվել են ինստիտուտը, ավարտել են շատ աշակերտներ կան։ Ասմունքի փառատոնը աղել հանրապետական պարապել են, գնացել են Երևան առաջի տեղն են գրավել։ Ոչինչ, դա էլ թող լինի, բնական է, սա թող լինի։ Դա բնական է։ Առաջի տեղ են գրավել Հայաստանի Հանրապետությունում ամբողջ դպրոցի երեխաների մեջ շահել առաջի տեղը ասմունքի փառատոնի։ Ժամանակին կար հանրապետական փառատոներ կան, այս վերջին կոնցեպցիա չեն անում դպրոցական ասմունքի փառատոն։ Գերագնազուրի մի հատ առաջի դասարան երեխա կար, պարապեցի նախկին սովետական պետության երկրներով բեք ինչ-որ օնլայն փառատոներ ասմունքի արի երկրորդ տեղը գրավեց այդ երեխան գերագնազուրցիա։ Ինչ ասեմ, ես միշտ արել եմ, սիրում եմ թատրոնը, սիրել եմ, կսիրեմ մինչև իմ կյանքի վերջը, ինչքան առողջությունս կների, ես թատրոնի մեջ եմ, թատրոնում կլինեմ, էլի բեմադրություններ կանեմ, կգան ես երեխաները, կգնան մյուսը կգա կանեմ։ Այդ ժամանակին մենք որ ժողովրդական թատրոնները վերացավ, Հայաստանի Հանրապետությունում միակ ընտանեկան թատրոնը իմ թատրոնն էր։ Մենք ընտանիքի անդամներով ներկայացումներ ենք խաղացել տարբեր տեղերում շրջաններում։ Հետո երեխաները արդեն մեծացան, ինստիտուտ եւ այլն թատրոնը փակվեց, բայց մենք սկսեցինք տեխնիկայի ներկայացումներ անել։ Ես իմ տիկնոջ հետ իմ երեխաների հետ տեխնիկայի ներկայացում ենք խաղացել, փառատոներին գնացանք, Ղափան են գնացել, Մանկապարտեզ, Եղեգնաձոր, դպրոցներին են խաղացել, այստեղ Արարատում, տարբեր շրջաններում տեխնիկային թատրոնը եւ էլի ներկայացումներով հանդես ենք եկել։ Հիմա այդ թատրոնը վերացավ, որտեղ բնականաբար ամեն մեկ իր գործին եւ այդտեղ ասել ավարտել է թատերական ինստիտուտը, գիտեք, երևի ճանաչում եք։ Ինքս էլ բեմադրություններ արեց, Եղեգնաձորում շատ ներկայացումներ արեց, մակարդակով բարձր։ Այդպես մենք ընտանիքով թատրոնի մեջ կանգնած մարդիկ ենք, աղջիկս օրմեստրա, անկավարտական երաժշտական ավարտել, տղես թատերական ավարտել, տիկինս երաժշտական ուսուցչուհի է, կանոնահարամիս աղջիկս գերմաներեն անգլերեն ուսուցչուհի է։ Իխոսքով այսպես շնորհք միշտ, բայց բոլոր երեխաներից միասին մենք ընտանիքով Հայաստանի Հանրապետությունում միակ ընտանեկան թատրոնը ստեղծեցինք։ Միակ։ Երկրորդը չկար, որ ընտանիքով խաղալ։ Ջերմիկում առողջարաններում ժամանակին գնում ենք խաղում ենք ներկայացնում։ Մութ ու խավար տարիներին մենք ներկայացում ենք խաղացել։ Մեքենայից մարդկոցից պրովոտո միացնում էին, երաժշտություն միացնում ենք, մագնիտոֆոն չկար, հոսանք չկար։ Դից միացնում ենք, երաժշտություն ենք տալիս ու խաղում ենք ներկայացնում։ Հավուկ դրանք էլ արդեն կամաց վերջացավ, վերացավ։ Դուք ինչ թատրոնը շատ գլոբալ հասկացողություն է, մի ամբողջականություն, չգիտեմ, դի շենքը լինի, դի պերասաներ լինեն, դի ֆինանս լինի, դես լինի, դի շատ բաներ են պետք թատրոն լինելու համար, հասկանում եք, ես որ ասում, թատրոն չկա եւ վերջ։ Վերջ չի, դպրոցում են անում, փոքրիկ բաներ են անում, տարբեր տեղեր, մենք ենք անում, կամաց կարծում եմ, կհասնենք դեռ բոլոր տեղերում թատրոնը կհաղթի, մեր երկիրը կթևածի թատրոնով, անպայման, առանց թատրոն աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարող ապրել, թատրոնը, մեծ թատրոնը, եղել է կա ու կլինի։ Այժմ մենք խոսենք թատերական խմբի աշակերտներից մեկի հետ, կարելի խնդրեմ ներկայացրու, ինչ եք սովորում։ Ես ՄՍԿ հիմնարկի թատերական խմբակի սան եմ, մենք այստեղ սովորում ենք բեմական խոսք, դերասանի վարպետություն, թատրոնը մենակ բեմում մենք պատրաստի չենք խոսում, թատրոնը սովորեցնում է կյանք, թատրոնը
թատրոն բանը հենց ինքը տենց անիմաստ բառ չի, ինքը շատ մասնաճյուղեր ունի, բայց մենք էլի ուզում ենք առաջ տանենք թատրոնը։ Մենք թատրոնը սիրում ենք, այստեղ սովորում ենք ամեն ինչ, ինչը կապված է թատրոնի հետ։ Տիկնի Սիմոնյան, խնդրեմ ասեք, ձեր կապը թատրոնի հետ ո՞րն է։ Ուրեմն ես դեռ մանկուց շատ սիրել եմ թատրոնը, կոնկրետ ես։ Եվ հիշում եմ, երբ որ դպրոցական էինք, Հովհաննիսյան Նայիրի Հովհաննիսյանը նոր էր ավարտել եկել եւ կուլտուրայի տունը դեռևս գտնվում էր հին շենքում։ Գիտեք, այդ որտեղ կինոյի շենքի շրջակայքում, այնտեղ էլի կառույցներ կային եւ հին կուլտուրայի տունը այնտեղ էր գտնվում, որտեղ ես պիտի ասեմ, որ սովետական երկիրն էր դեռևս այն ժամանակ եւ երկրի մշակույթի նախարարությունը շատ մտածում էր եւ հիմնավոր էր գործում այդ հարցում, ինչպես զարգացնել թատրոնը, այո, թատրոնը միշտ դեր կարող է ունենալ սովետական քաղաքացու կյանքում, թատրոնը որպես բացառիկ մշակույթ, մշակույթի մի ճյուղ եւ որը դարերից է գալիս, եւ ինչպես դուք գիտեք, հայ թատրոնը առաջիններից մեկն է եղել կազմակերպված թատրոնի աշխարհում, դեռևս մեր թվականից առաջ իր բոլոր կանոններով եւ այլն։ Եվ մենք դպրոց, երբ որ այդ բոլոր ավանդույթները գալիս են եւ իշխանությունները մտածում են, հա, ինչպես զարգացնել այդ ժամանակի թատրոնը, շահում է միայն հասարակությունը։ Մեր կյանքը իրականում շատ նման է թատրոնին, եւ մենք խաղացողներ ենք թատրոնում։ Պարզապես մենք ոչ միշտ ենք գիտակցում մեր իրական դերերը։ Մենք իրական այդ առաքելություն կոչվածը հենց մեր դերն է։ Եվ հենց այդ առումով, տեսեք, որտեղից եկա ուժ ասա, չէ՞։ Այսպես են չի ասում, կյանքը բեմ է, մարդիկ դերասան։ Հա, մարդիկ, բայց դա մեր կյանքում ընդունված է, դա հեգնանքով ասել, բայց իրականում այդ Շեքսպիրի խոսքերն են եւ իրականում մենք ոչ միշտ ենք գիտակցում, որ մենք բեմի վրա ենք, խաղում ենք, երբեմն մոռանում ենք խաղի կանոնները, երբեմն ովքեր ու լավ գիտեն, լավ են խաղում, հա։ Մեր խոսքով, ովքեր ներսից են արդեն իծն է դերասան, ավելի լավ են խաղում են եւ այլն, դա այդպես կյանքի եւ թատրոնի կապի մասին, բայց ընդհանուր առմամբ թատրոնը որպես մշակույթի միջոց, ես պիտի ասեմ, որ շատ զարգացած է եղել հենց Եղեգնաձորում, Հայոց Սորում եւ հենց հատկապես Եղեգնաձորում։ Ես հիշում եմ, որ մենք փոքր էինք այդ հին կուլտուրայի տանը, խաղում էին Հրաչյա Ներսիսյանը, ոտքեր ասում եք Վարան Փափազյանն է այստեղ եկել, ես չեմ ասում եմ մյուս դերասանների շատ անունով այդպես ասած, հեղինակավոր դերասաններ են խաղացել։ Եվ մեր թատրոնը, ժողովրդական թատրոն, առաջ պիտի ասեմ, եղել է նաև պետական թատրոն, հենց Վայոց Եղեգնաձորում։ Իսկ հետո դարձել է ժողովրդական թատրոն եւ շատ ակտիվ էր այդ թատրոնը։ Դերասանները, նկարիչը, մի խոսքով գրիմ անողները կամ հենց իրենք էին գրում, շատ վարպետորներ ամեն ինչ կազմակերպած։ Ես հիշում եմ, որ մենք այդ հին կուլտուրայի տանը միշտ ներկա էինք լինում թատերական ներկայացումներին։ Գիտեք ինչ է հետաքրքիր, որ մենք ճանաչում ենք այդ մարդկանց, ովքեր որ խաղում էին, մենք մեր շրջապատում էին ապրում։ Երբ որ մենք նրանց տեսնում ենք բեմում, ինչ-որ կերպարներ կերտելիս, մեր համար դա իսկապես հեքիաթի էր վերածվում, որ այդ մարդիկ կարող են բեմում ուրիշ կյանքում ուրիշ գործերով զբաղվել, բայց բեմում լրիվ ուրիշ կեցված, ուրիշ հագուստներ, հա, ուրիշ բովանդակություն, ուրիշ գաղափարներ եւ այլն։ Եվ այդ բոլորը նաեւ կերտում էր մեզ, որպես մարդ, որպես անհատ։ Այդ մշակույթը, որի մեջ մենք ապրում ենք, հենց մեր անհատականություն կերտողն էր։ Ցավոք սրտի ոնց որ մեր կյանքները, այդպես էլ թատրոնի ճակատագիրն է եղել, մեկ վերընթաց, մեկ վարընթաց, բայց մի ժամանակ 76 թվականին, երբ որ արդեն թատրոնը կուլտուրայի տուն տեղափոխվեց հենց շենք, այստեղ տեղափոխվեց նաև թատրոնը եւ շատ հրաշալի ներկայացումներ են արվել։ Եվ այդ հիմա որ ես ասում եմ, ամենևին չի նստեմ ասում են նախկին թատրոնի ունեցած այդ մեծ արձագանքը մեր հասարակ սերը, հարգանքը, դերասանների հարգանքը հասարակության մեջ ամենևին չի նստեմ ասում, որ բարձրապես դա ավելի լավ պայմաններ էին, ավելի մեծ բեմ, ավելի լավ բեմական հանդերձանք եւ այլն, եւ ավելի պրոֆեսիոնալ դարձած ժամանակի ընթացքում դերասաններ, որոնք ինձ Եղեգնաձորցիներն էին շատերը։ Եվ այստեղ էլ շատ հարուստ էր թատերական կյանքը հենց հյուրախաղերով։ Երևանի տարբեր թատրոնների թատերախմբերը
մեր բեմում շատ հետաքրքիր ներկայացումներ են եւ շատ հիշողության մեջ մարդկանց տպավորվել են այդ նոր ցանկացած Վարան Պապազյանի, Հրաչյան Ներսիսյանի խաղը մեր այս բեմի վրա, անմոռանալի տպավորություններ են։ Սա ուրեմն ես որպես սկզբում աշակերտ, հետո մի քիչ ավելի մեծ, հետո մի քիչ ավելի ես չի կարող անմասն մնալ եւ չկրել այդ ազդեցությունը, տպավորությունները չունենալ իմ ներսում։ Եվ կարող եմ ասել, որ մեր կապը իմ թատրոնի եղել է բավականին հետաքրքիր։ Եվ առաջի խումբը, որ այստեղ փորձում էր հավաքել Հովհաննիսյան Նայիրը, ես էլ էի մասնակցել ընտրական փուլին, բայց հետո մի քիչ դերևս չգիտեմ, հասուն չէի, որ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերի այն ժամանակի։ Բայց հետո ինձ հրապուրել է թատրոնը եւ ես շատ բարձր եմ գնահատել նրա։ Վերջիվերջո թատրոնում, գիտեք, միշտ այդպես է եղել։ Դերևս մեր թվակությունից առաջ թատրոնում արձարծվել են այն թեմաները, որոնք հասարակությունում բաց թեման, այսինքն արատներ են համարվում։ Եվ թատրոնում հնարավոր էր ամեն ինչ ասել, եւ ոչ մեկը քեզ դրա համար չէր պատժի։ Հա ծաղրացում գիտեք, չէ՞, որ ամենալուրջ դերակատարներ թատրոնում, որովհետեւ ինքը իրավունք ուներ ամեն ինչ ասել, եւ թագավորի բացերը, եւ թագավորի թերությունները, եւ իշխանուհու, եւ մնացածի, եւ ոչ մեկը նույն չէր կարող։ Թեկուզ բացի դա, թեկուզ այդ ծաղրացում մեր ներքին շատ մեծ դժբախտություն իր ներսում, դա միևնույն է, չպիտի երևար բեմի վրա, այստեղ հարաբերություններ երևան, հա։ Մի խոսքով, այսպես այդ մշակույթը շատ կարևոր է եւ շատ ռեալիստական։ Ռեալիստական, այսինքն եթե մենք ուզում ենք իմանանք ինչ կա, ինչ չկա, կամ ինչ վատ ինչն է լավ, մենք կարող ենք դա ուրեմն ներկայացնել թատրոնում։ Բացի դա, ուրեմն աշխարհի եւ մարդկության ստեղծած լավագույն դրամաները, լավագույն օպերգությունները, լավագույն երգիծական ստեղծագործությունները վերջիվերջո դարձել են թատերական ներկայացումներ, որովհետեւ նրանց մեջ ասելիք կար եւ ցանկացած իրեն հարգող եւ գնահատող ռեժիսոր գերադասում էր իր բեմի վրա խաղալ նման մի ուրեմն ներկայացում եւ հասարակությանը ցույց տալ ոչ միայն այդ հասարակական կամ կենցաղային բաներ, այլ ավելի վեհ գաղափարներով ուժտված հերոսների ցուցադրել, ավելի վեհ գաղափարներով տողորված այսպես իրականություն, հա, որպեսզի մարդիկ մի քիչ ավելի բարձրանան։ Այսինքն ինչպես մշակույթի մյուս ճյուղերը, թատրոնը նույնպես օժտված է այդ հատկությամբ, որ մարդկանց վեհացնի, կամ ճանապարհ ցույց տա վեհանալու, ոչ թե մեծամտանալու, այլ պարզապես գա մարդկային արժանինքների լավագույնները, ասում է գիտակցի։ Այո։ Եվ հենց այդ առումով թատրոնը իզորու է դաստիարակել։ Եվ հենց այնպես չի, որ աշխարհի հնագույն քաղաքակրթությունները անպայման իրենց բյուջեում, այսպես ասած, ունեցել են նաև թատրոնի համար հատկացված գումարներ, թատրոնը զարգացնելու գումարներ, թատրոնը ծաղկեցնելու եւ թատրոնը ավելի շատ պրոֆեսիոնալ դերասաններ ներգրավելու ծրագրեր։ Սա իմ վերաբերմունքն է թատրոնին, նաև ես շատ եմ ապրեցնում, որ գործող թատրոն երեքնացում։ Եթե պիտի ասեմ, որ նաև ընդգրկում է շատ ընդգրկում մշակույթի ձևը։ Այնտեղ եւ երաժշտությունը, եւ բեմական արվեստը, եւ նկարչությունը, եւ երգը, եւ պարը, ամեն ինչը պետք է համադրվի։ Համարյա թե օպերա է, կարելի ասել, այսինքն իր ընդգրկում լինելու առումով, այսինքն իր մասշտաբայնության, իսկ երբ ես կոնկրետ 2018 թվականին ձեռնամուխ եղա, որ հենց հատկապես Վայոց-Ձորի թատրոնը բացվի, եւ իհարկե այն կողքին էր մեր ռեժիսորը Յուրիկ Բարսելյանը, որ Մոսկվայից էր եկել եւ շատ բանով մեզ աջակցեց, շատ հարցեր։ Բայց մենք այդ ժամանակ ծրագիր գրեցինք նախարարությանը, այդ ժամանակ Տիկին Մակունցն էր մշակույթի նախարարը, եւ ուրեմն այդ ծրագրի հիմնական դրույթները հավանելու, ծրագրի նպատակը հավանելու վերջնարդյունքում մենք ունեցանք դրամական աջակցություն, որը մեզ հնարավորություն տվեց նաեւ այդ ներկայացումը պատրաստել Ատամնաբույժ։ Ես դրա մասին կուզեմ առանձին խոսել, կոնկրետ այդ ներկայացման մասին, որովհետև շատ ծավալուն աշխատանքներ ենք տարանք եւ շատ մեծ տեքստի յուրացումից սկսած մինչեւ բեմի դեկորացիաների պատրաստումը, մինչեւ դերասանների ընտրությունը, մի խոսքով շատ երկար ժամանակ, որովհետև պրոֆեսիոնալ դերասան մեր մեջ չկար։ Մենք ստիպված էինք ընտրել այն մարդկանց, ովքեր կարող էին
ճիշտ արտասանել կարող են խոսել եւ բացի դա ներկայացումը արևմտահայերեն էր, պետք էր նաեւ արևմտահայերեն սովորեցնել հա եւ շեշտերը եւ այդ լեզվի երաժշտությունը մի խոսքով ամեն ինչ է մենք երաժշտություն գրեցինք շատ մեծ ներդրում ունեցավ մեր ընկեր Հարությունյանը մեր ժողովրդիկների ստուդիայի ղեկավարը եւ մենք Սմբատի հետ միասին մենք երեքով այդ պիեսի երաժշտությունն էլ գրեցինք գործիքավորեցինք մի խոսքով այնտեղ հնչում էր նաեւ մեր գրած գործիքավորած տարբերակը մի խոսքով շատ մեծ աշխատանքներ արեցինք եւ նպատակը մեկն էր վայզը ունենալ բայց ցավոք սրտի հետո աջակցություն չէր անում օրինակ իշխանությունները կարող էին մեզ աջակցել ես դիմեցի որ մեզ օգնեն պետական թատրոն ունենալ եթե դա կարողանային ունենալ մշակույթի կենտրոնը բոլոր հնարավորությունները ուներ որպեսզի փորձեր արվեին բոլոր հնարավորություն եւ բացի դա մեր շատ մեր աշակերտներ Տեսնում էին թատրական ինստիտուտում եւ նրանք կարող են գալ մասնակցել այդ թատրոնի հնարավորությունները արդեն մեծանում էին եւ մենք կարող ենք հրավիրել ռեժիսորների, դերասանների նոր ներկայացումներ Այդ պատկերացնում եք ցանկացած մեծ առիթի հետ կապված մենք կարող ենք ներկայացումներ անել իսկ հիմա ինչ որ անում եք ոչ պրոֆեսիոնալ շատ սիրողական մակարդակի ինչ որ բաներ է բայց մենք իմ կարծիքով պիտի գնալով առաջ գնանք ոչ թե հետ Այդ առումով ես շատ ցավում եմ, որ աջակցություն չեղավ, որ թատրոնը ապրեր, թատրոնը գոյատևեր, թատրոնը զարգանար։ Դե իրավաբան ինչ էր, ցավում եմ շատ ես դրա համար։ Գիտեք, մի քիչ այդ բանը չկա, էլի այդ մտածողությունը չկա, որ իմ հարցը չի, կամ քո, կամ մեկի, կամ մյուսի։ Այստեղ ուրիշ հարց է, որ Վայեց-Ձորը ունենա թատրոն։ Այս հարցին պետք է մարդիկ այտենց նվիր Շաբերային իրենց էներգիան կամ չգիտեմ, որպեսզի կոնե այդ մի հարցը մշակույթի ոլորտում լուծվեր։ Եվ հավատացեք, որ եթե դա լիներ, մշակույթի կենտրոնը ընդհանրապես որևէ խնդիր չէր ունենա։ Ընդհանրապես եւ ինքը որպես մշակույթի կենտրոն եւ կծաղկի նաեւ թատրոնը, որովհետեւ այսօր դրա պահանջարկը կա։ Բայց ցավոք սրտի այդ կարիքների գնահատումը ոչ օբյեկտիվ է կատարվում։ Շատ անձնավորված, այս մարդն այն սրա հետ չունենք, նրա հետ ունենք եւ այլն, շատ անձնավորված։ Ճիշտ է, ես հիմա ասենք մեր մարզպետը պարոն Միքայելյան շատ ուշադիր է կոնկրետ մշակույթի կենտրոնի ես վերջերս առաջացած խնդրի, ես գիտեմ, որ ինքը շատ ջանքեր է թափում, որ այդ հարցերը լուծվեն կոնկրետ մշակույթի հետ կապված, բայց մի հոգով չի լինում, պետք է պետական մտածողություն։ Տեսեք, հիմա ստեղ կարող են գալ Գորիսի թատերախումբը, կարող է գալ Արարատի, Արտաշատի թատրոնը, կարող է Երևանից եթե գան իհարկե։ Այն ինչ որ թատրոն, բայց կարող ենք մենք էլ չէ ունենալ մեր թատրոնը։ Ընդ որում մենք բոլոր նախադրյալները ունենք, բոլոր հիմքերը կային, որպեսզի Վայեց-Ձորը ունենար թատրոն, Երեքնաձորը ունենար թատրոն։ Բայց ցավոք սրտի չգնահատվեց, ինքը որպես կարիք չգնահատվեց։ Որովհետև ոչ մի բան, ինչը որ մշակութային է, ցավոք սրտի, ես շատ մեծ ցավ եմ ասում։ Ըստ արժանվում չի գնահատվում։ Ինչպես որպես կարիք։ Հասկանում եք, պետք է մտածել դրա մասին, իսկ ինչի չունենա Եղեգնաձորը թատրոն։ Ինչի չունենա, երբ որ բոլորն գիտեք քանի երեխա է սովորում թատերական ինստիտուտում հենց հիմա։ Քանիսն են ավարտել։ Երևանում չգիտեմ ինչ են անում, բայց կարելի է այդ ուժերը համախմբել եւ ստեղ ունենալ լավ թատրոն։ Ստեղ կան ռեժիսորներ, որոնք չեմ ասում, եթե նրանք անգամ իրար հետ չեն ուզում աշխատել, կարող են առանձին աշխատել, առանձին ներկայացումներ անել։ Հա եւ դրանով հարստացնել, բայց չէ որ դրանք կրթություն են ստացել ժամանակին, վերջի փորձ ունեն աշխատանքային բավականին մեծ։ Ինչ կարելի է անել, որպեսզի թատրոնը ունենա Վայեց-Ձորը։ Ինձ թվում է պետք է նորից ինչ-որ մի ներկայացում պատրաստել, բայց այդ արդեն հիմա մշակույթի նախարարությունը այս բանն է աշխատել կերպն է որտեղ է, որ պետք է ծրագիր գրես դրամաշնոր շահես կամ եթե շահես ու քո ուզած ծրագիր կամ քո արժևորած ծրագիրը աշխատեցնել։ Բայց դե չգիտեմ, հիմական արդյոք ուժեր, այդ ինչ որ ասում 2018 թվին էր ու ես շատ վճռական էի որ անպայման է դա։ Իսկ մինչև այդ 18-ին դրանից առաջ էլ ստեղ եղել են թատերական գործեր։ Օրինակ մշակույթի այն ժամանակ թատրոն բանը մշակութային միջոցառումները ֆինանսավորվում էին։ Մարզպետարանի կողմից մենք ֆինանսավորում ենք։ Եվ մի քանի անգամ եղել է, որ ֆինանսներ են հատկացվել հենց թատերական ներկայացման համար։ Մի անգամ դա արել է Հովհաննեսյան Նայիրը։ Մի անգամ դա արել է Ժորա Հովհաննեսյան, որը ես էի հրավիրել, այստեղ մենք բեմադրեցինք իմ սիրտը լեռներով ներկայացում։ Բավականին հաջող ստացվեց։ Եվ հետաքրքիր երեխաների մենք հայտնաբերեցինք։
Որոնք սրտի հիմա ոչ մեկը թատրոնով չի զբաղվում, բայց կային երեխեքով շատ լավ երգում էին, շատ լավ պատանի դերասաններ մենք հայտնաբերեցինք, հա, շատ արդյունավետ աշխատանք էր, մեր հին խաղացողները նույնպես միացան, այդ Ֆլորան շատ հետաքրքիր դեր էր տանում, Մայրիկի դերը, որ Կոմիտասի կռունկներ երգում այդ ներկայացման մեջ, մի խոսքով մեկ Գրեգորի դերը տանում էր Օնիկը, շատ լավ էր խաղում։ Մի խոսքով, այսպես շատ հետաքրքիր կերպարներ ստեղծեցինք, բայց այդ ամեն ինչը կատարվում էր երկար որոնումների արդյունքում, հա, միջոցով։ Բայց եթե լինի թատրոն եւ թեկուզ պլանային միջոցառումներ, պլանային ներկայացումներ եւ այլն, հա, տարեկան մի քանի ներկայացում, ես հավատում եմ, որ եւ Վայոց ձորը, գիտեք, բանը ինքը անմիջական մասնակցություն կունենար թատերական արվեստի զարգացմանը։ Թատրոնը պետք է Վայոց ձորը։ Իսկ ինչի, ասենք, չլներ պրոֆեսիոնալ դերասանական կազմ, որոնք ներկայացնեին մեր մեծերի ստեղծագործությունները կամ համաշխարհային արժեք ունեցող, ուրեմն ստեղծագործություններ, պիեսներ, դրամա եւ այլն, եւ դրանք մատուցեին։ Անպայման պիտի գնան հասնեն Երևան, հա, երեխեքը, որ այնտեղ ինչ-որ մի ներկայացում ունեն, այլ չգիտեմ, այդ օրը կհաջողվի թե չի հաջողվի, կամ նախապես իրենք կմտածեն թե չեն։ Այս հարցը ես կարծում եմ, որ պիտի մի քիչ ավելի բարձր մակարդակով լուծվի։ Բարձր ղեկավարությունը առաջնահերթություն տա դրան։ Ես մտածի, որ իրենց առաջնահերթ խնդիրներ ունեն։ Ես հասկանում եմ, հիմա միտեղ ջուր չկա, միտեղ կոյուղին չի աշխատում, միտեղ չգիտեմ, հազարամյա խնդիրներ կան, հիմա սահմանում թեժա եւ այլն կամ գուցե եւ արդեն թեժ չի, չգիտեմ, բայց մշակույթը պետք է միշտ թեժը լինի։ Կոնկրետ թատրոնը, այսինքն հիմա մեր մոտ թատրոնը մենք չպետք է թողնեինք sense մեռներ։ Հասկանում եք, չկա հիմա ոչ։ Ոչ էլ եթե ես շատ ուզենամ, ես այդքան վստահ չեմ, որ այսօր կստացվի ինչ-որ 18 թվին ստացվի։ Որտեղ բոլորը ոգևորված էին, բոլորը մտածում էին։ Իսկ ես մենակ փողի մասին եմ մտածում։ Ոնց անեմ փող վաստակեն, որ անում իրենց տները բան։ Նույն հարցը, նույնիսկ կամավորական բաները բացակայ են, որ ես ասում եմ, կգաք, ասենք ես ինչ բանի համար կամավորում, առաջին հարցը ինչքան փող եք տալիս։ Եվ այս վիճակում հնարավոր է ինչ-որ բարձր բաներ։ Եթե չկա պրոֆեսիոնալիզմ, պրոֆեսիոնալ դերասան, շատ դժվար է ինչ-որ մի բան պատրոնել։ Չկա պրոֆեսիոնալ երաժիշտ, չկա, չգիտեմ, գործիքավորող, այսինքն ոչ մի բան չկա։ Ու բնականաբար այս չկաների վրա ինչ-որ բան կառուցելը կլինի ոչ պրոֆեսիոնալ, սինողական, ինչ-որ մի թիթիզ բան։ Հիշում եք Համլետը Շեքսպիրի, երբ որ թատրոն պիտի բեմականացնեին, այսինքն թատրոնում պետք է ներկայացում լիներ եւ ներկայացման մեջ այդ ճշմարտությունը ասվում է, չէ՞, որ թույնալցրել է կանջը, հորեղբայրը Համլետի իր հոր ականջը թույնալցրել նա ասել, հոր վականն է գալիս ասում է ճշմարտությունը, չէ՞, հիշում եք այդ։ Այսինքն ուրեմն եւ շատ օրինակներ կարելի է եւ որ թատրոնում ասվել է այն ինչ որ չէր կարող ասվել սովորական կյանքում։ Այսինքն թատրոնը եղել է մի յուրահատուկ հարթակ, որտեղից անարգել կերպով ասվել է կամ շատ համարձակ կերպով ասվել է ճշմարտությունը։ Հենց այդ ամենամեծ դաստիարակիչ ուժն է, որովհետև ճշմարտություն լսելը այդ մարդու ամենամեծ պահանջներից մեկն է միշտ։ Ճշմարտությունը մեկի համար ասելը, մեկի համար լսելը, մյուսի համար էլ փակելը։ Եվ թատրոնը դարձել է մի յուրատեսակ հարթակ, որպես ճշմարտությունը ասվի։ Ուրեմն տարբեր ազգեր տարբեր կերպ են մոտենում ընդհանրապես թատրոնին։ Կա չինական թատրոն, կա, չգիտեմ, ռեալիստական թատրոն, կա սովետական, կա ռոմանտիկական թատրոն, տարբեր եւ կա ազգային թատրոն։ Այս օրինակ շատ կուզեի, որ մեր նշանակությամբ մեր ազգային թատրոնը կարողանար մատչելի լիներ։ Եվ ուրեմն Տեսեք, մարդիկ նույնիսկ ինչ է ուզում ասել, որ մարդիկ կարող է նույնիսկ եւ գիրքը չկարդան։ Կարող է պիեսը չկարդան, հա, ասենք Շեքսպիրի կամ ուրիշի, Աստրովսկու, ինչ որ մեկի, Թումանյանի, կամ չգիտեմ, չկարդան այդ, բայց երբ որ թատրոնում ներկայացվում է այդ իր ամբողջ գեղեցկության մանրամասներով, շեշտադրումներով, հա, այդ ժամանակ մարդիկ ոնց որ թե ավելի ռեալ են շփվում այդ պիեսի հիմնական գաղափարների հետ։ Եվ ինքը դառնում է այդպես դաստիարակիչ, շատ կարող է մի նախադասություն ասվի բարձր թատրոնում եւ այդ դառնա մարդու համար ճակատագրական։
Իսկ մյուս բանն է, տեսեք, ընդհանրապես ես ուզում եմ մենք իմանանք, որ ընդհանրապես մշակույթը շատ մեծ դեր ունի մարդուն հղկելու, մարդուն դաստիարակելու, անհատը ձևավորելու հարցում։ Որովհետև մշակույթը հենց դոգմա չի, մշակույթը գաղափարն է գեղեցիկով պարուրված։ Թե թատրոնում մենք ինչքան էլ վատ բան ասենք, ուզենանք ասել, դի գեղեցիկ ասենք։ Պետք է ասենք համեմված ինչ-որ ուրիշ բաներով, ուրիշ ինտոնացիաներով, երաժշտությամբ, խաղով, պարով եւ այլ բաներ, որպեսզի այդ տպավորիչ լինի։ Իսկ հենց այնպես չի կարող լինել, իսկ այդ նշանակում է զգացմունքների հղկում, ինչ չափով դու տաս այդ զգացմունքը, բեմից։ Երաժշտության հետ ոնց համադրես, խաղի հետ ոնց համադրես դիմացինի, ինչ դեկորացիաներ լինեն։ Դու գիտեք, առաջ շատ հին դարերում ոնց են եղել։ Ամեն ինչ շատ կարևորվել է։ Այն ժամանակ այսքան շատ սիմֆոնիկ նվագախումբ չի եղել բանանի, ասենք օպերայի բանանի, ուղեկցի, բայց եղել է երգչախումբ։ Այդ երգչախումբը ունեցել է հատուկ տեղ բեմի վրա եւ ունեցել է հատուկ լուսավորություն։ Պատկերացնում եք, չէ՞, ինչքան արժևորվել է, որ երգչախումբը պետք է խոսի, երգչախումբը պետք է երգի, երգչախումբը պետք է երաժշտության հիմնական կատարողը լինի։ Այդքան կարևորվել է եւ նույնիսկ դեռ Պլատոնի ժամանակներում այդպիսի կարծիք է եղել, որ այն մարդիկ, ովքեր որ չեն երգել երգչախմբում, իսկ երգչախմբը հիմնականում գործել է այդ թատերական ներկայացումների ժամանակ եկեղեցի պատճառում, ովքեր չեն երգել երգչախմբում, համարվել են ոչ լրիվ իրապես զարգացած մարդ, որ թերի է եղել նրանց զարգացած։ Այդ աստիճանի մշակույթի մեջ կամ մշակույթի ազդեցություն մշակույթի վրա շատ կարևորվել է, չէ՞ որ դա մշակութային մի օղակ է, չէ՞ այդ երգչախմբը։ Եվ թատրոնում երգչախմբի դերը ինչքան կարևոր է խոսքի դերը, ինչպես պիտի ասեմ։ Իսկ գիտեք հիմա այն երեխեքը ովքեր շատ հետաքրքիր բան կա, տեսեք, երբ որ երգում են երեխաները կամ խաղում են թատրոնում, դու իրենց բացատրես եւ ոնց պիտի շնչեն, ոնց պիտի գոչեն, ոնց պիտի այդ ամեն ինչը ազդում է նրանց էության վրա։ Նրանք լրիվ ուրիշ մնանք բարձրանում են մի տեսակ ավելի։ Ու իրենց անհատականությունը մշակույթի վրա է զարգանում, մի տեսակ ավելի բարձր մակարդակի է զարգանում։ Դրա համար մշակույթի դերը ընդհանրապես շատ կարևոր է մարդու ձևավորման մեջ եւ հասարակության ձևավորման մեջ, հասարակության մեջ որոշ նորմերի ձևավորման։ Ազատությունը ոնց գնահատել, անազատությունը ոնց գնահատել։ Այդ ամեն ինչը կարելի է ներկայացնել թատրոնի միջոցով։ Եվ թատրոն գնացող մարդիկ ուրիշ մշակույթ։ Այնպես որ ես կարծում եմ, որ այսօր եթե մենք չունենք թատրոն, մեր կրթությունը շատ թերի է։ Թերի։ Ես չեմ վախենում այդ ասել։ Որովհետև ո՞նց կարելի է չհաղորդակցվել այդ մշակույթին։ Բայց դա բարեկը կա, գիտեք ինչից են ենթադրում, որ դպրոցներում, ասենք, եթե ինչ-որ մի միջոցառում են պատրաստում, ինչ-որ թատերականացված այդպես էլեմենտներ են օգտագործում ուսուցիչներով, ինչքան կարող է, բայց եթե լինի օրինակ պրոֆեսիոնալ թատրոնի, լրիվ ուրիշ կերպ կլինի ամեն ինչ։ Հետո ասում են, չի է Գյումրիում սենց, ինչի է Վանաձորում սենց, որովհետև նրանք իծն է, դրա մեջ են մեծանում։ Իսկ ես այսօր ման եմ գալիս մի դաշնակահար, որ երկու բան նվագի, չեմ գտնում։ Չկա, ասենք, մի մասնագետ, որ կանչեմ երեխեքի 15 պարա։ Չկա տենց մասնագետ։ Իսկ այդ ինչից է գալի։ Գալիս է նրանից, որ այդ մշակութային կազմակերպություններ չկան։ Որ թատրոն չկա, օպերա չկա, հələ օպերան հասկացանք, երաժշտական թատրոն կարող է լինել, չկա, դրամատիկ թատրոն կարող է լինել, չկա, մանկական թատրոն կարող է լինել վերջի։ Ես հիշում եմ, որ մենք Մոսկվա ենք գնացել, առաջին մեր այցը այդ կենտրոնական մանկական թատրոնի ներկայացումը նայել էր։ Եվ լեփլեցուն դահլիճով ինչ-որ կոսմիկական թատրոնը, ներկայացումը, այդ լրիվ ուրիշ մշակույթ է։ Ազատ շունչ, ազատ խոսք, ազատ երաժշտություն, ազատ մտքեր։ Ցավոք սրտի մենք այդ ամեն ինչից այսօր զուրկ ենք, առիզբուն իմաստով։ Դա։ Եվ հետո գիտեք ինչ է, այդ բաները, որ այդ կոմերցիոն հարաբերությունները կան, եթե ես թատրոն հրավիրեմ, ինչ-որ թատերախումբ, գիտեք ինչ փողեր են ուզում։ Հնարավոր չի եղել մնացում այդքան թանկ տոմսեր վաճառել, որ այդ մարդկանց փողերը տան։ Հնարավոր չի, դա ֆինանսական առում։ Իսկ եթե մենք ունենայինք թատրոն, որը կֆինանսավորվեր պետականորեն, մենք այդպես խնդիրներ չենք ունենա, եւ մեր երեխեքները կզարգանան։ Իսկ հիմա հենց որ երեխեքները եկեք կավեն կազմակերպեն, նույնիսկ սա փախնում է։
որտեղ ազատ մտածողություն չկա, մշակութային։ Այսօր ազատությունը ինչ են անում, հենց են իմանում, որ հայրոյեց ուրեմն ազատ է։ Միշտեր այդ ամենավատն է ազատությունների մեջ, երբ դու մարդը մտածում ես պետք է հայերի որ ազատ է։ Իսկ մինչև այդ ինչքան մշակութային շերտեր կա, որ մենք կողրճում ենք ու մտածում ենք մենակ եթե ազատ ենք պետք է հայերի։ Դաստիարակություն չկա մշակութային, ցավոք սրտի։ Տեսեք, մեր երեխեքը չունեն ոչ մի բան մշակութային, ոչ մի տեղ չկա։ Ինչ որ մի թատերական ներկայացում չգիտեմ որտեղից եթե հանկարծ որոշի գա Եղեգնաձոր, մարդիկ ոնց որ հետ են վարժվել թատրոն նայելուց։ Պատկերացնում եք։ Այդ շատ ցավալի բան է։ Շատ։ Օրինակ ես մտածում եմ որ մեր դպրոցականները, եթե մենք ունենայինք թատրոն, լավագույն հայ դասական, հա, ստեղծագործություններին կարող էին շփվել, ինչի՞ չէ, նաև համաշխարհային Որտեղից չէ որ հենց մենակ հայ դասականների հետ շփվեին, ասենք թատերական ներկայացումների ժամանակ։ Այսօրվա արդի խնդիրները կարող են բարձրացնել թատրոնը, բայց թատրոնի լեզվով։ Մենք չենք ճանաչում թատրոնի լեզուն այսօր։ Կամ շատ վատ ենք ճանաչում։ Իսկ այդ բացակայության պատճառով է թատրոնի բացակայությունը։ Ես կարծում եմ որ կարելի է դիմել համապատասխան մարմիններին եւ աշխատել գուցե այդ ուղղությամբ, որպեսզի Վայոց թատրոն ունենա։ Դե դուք տեսեք ինչքան տեղեր կան եւ Վայքը եւ Եղեգնաձորը եւ Ջերմուկը, հա, սրանք բավականին լուրջ, ասենք բնակչություն ունեցող շրջաններ են ցարակից գյուղերով եւ այդ մարդիկ հնարավորություն չունեն ուղղակի գնալ Երևան ամեն օր գնալ թատրոն։ Բայց եթե մենք ունենայինք այդ մշակույթը, հասկանում եք, շատ բան կփոխեր ինքը մեր կյանքում։ Որտիկ իրար հանդեպ գոնե ուրիշ ձևի կլինեին էլի։ Որտեղ մշակույթի բացակայությունը այդ ամենասահմռկեցուցիչ բանն է։ Իրական։ Մի խոսքով ես կարծում եմ որ այդ ուղղությամբ պետք է աշխատել եւ վերադարձնել Վայոց ձորի եւ հատկապես Եղեգնաձորի թատրոնը։ Գիտեմ, եթե մենք համառորեն լծվենք այդ աշխատանքին, գուցե ինչ-որ մի բան ստանանք։ Կապը թատրոնի հետ շատ սերտ է։ Կարող եմ ասել, որ արդեն շատ պրոյեկտներում եմ եղել թատրոնի հետ կապված, ինչ ասես, որ չեմ աշխատել, դեկորատորից բռնած, մինչև ռադիոսպասարկող, մինչև անգամ գլխավոր դերակատար և տարբեր ֆունկցիաներ կատարել եմ թատրոնում։ Եղեգնաձորում հաճելի կլինի, որ թատրոն լինի, իհարկե ես կասկածել չունեմ, մեր հանդիսատեսը ահագին պահանջկոտ է, հատերասեր հանդիսատեսը, բայց մենք փորձել ենք արդարացնել մեր վրա դրված պարտավորությունները, այսպես ասած, որպես դերասան եւ որպես թատրոնում աշխատող։ Թատրոնի հետ կապված ես աշխատել եմ համարյա ամեն ինչ, բեմի բանվորից սկսած մինչև անգամ գլխավոր դերակատար։ Ես շատ լավ եմ զգացել այդ աշխատանքի մեջ ինձ, քանի որ մշակութային մարդը իրականում պետք է թատրոնում այդպես էլ զգա իրեն։ Ճիշտ է, որոշակի բարդություններ առաջանում են աշխատանքի պայմաններում, բայց հիմնականում թատրոնը շատ մարդուն ինքնադրսևորման, ոնց որ ասած, հարթակ է հանդիսանում, որում ես փորձել եմ ինքս ինքնադրսևորվել եւ հանդիսատեսի առաջ, եւ ինքս իմ առաջ, պատասխան տալով եւ ինձ եւ հանդիսատեսի։ Կարող եմ ասել, որ թատերական իմ մասնակցած բոլոր ներկայացումները համարյա հաջողությամբ են անցել, որովհետև չէր կարող հաջողություն չլիներ, երբ որ այնտեղ գործում է միասնական մի խումբ, որը սերտ հարաբերությունների եւ սերտ աշխատանքային տրամադրության մեջ է գտնվում, եւ այդ ամեն ինչը բերում է մի արդյունք, որը վերջում մենք զգում ենք տափահարությունների, շփումների միջոցով հանդիսատեսի հետ։ Թատրոնը մի հրաշք աշխարհ է, որը պետք է որ լինի Եղեգնաձորում։ Ես կուզեի, որ ինքը լինի։ Թատրոնում առաջին գործողությունները, գործունեությունը ընդհանրապես նման է կյանքի երևակայի առավելագույն մասնաբաժնի, որովհետև թատրոնը դա մի ուրիշ աշխարհ է։ Եվ ես տեսնում եմ, եւ բերեք պատասխանեմ որպես դերասան։ Դերասանը դա ամենակարևորագույն մասնագիտությունն է ըստ իս, որովհետև այդ նույն դերասանը կարող է խաղալ ընկեցիկից մինչև բարձրյալ։ Եվ տարբեր դերեր, որ դու
տանձնում ես, կատարում ես այդ դերերը, փորձում ես հասկանալ, մտնել այդ դերի մեջ, դա հենց ինքը կյանքի մղումն է, որով դու շարժվում ես դեպի առաջ։ Այսքանը երևի իմ թատերական գործունեության մասին։ Մի քիչ էլ կխնդրեին խոսեք թատրոնը որպես մշակույթի եւ կրթության կարևորագույն մաս։ Դրա մասին։ Իմ կարծիքով թատրոնը շատ ուսուցողական մշակույթի ճյուղ է, որով բնականաբար կրթվում են ոչ միայն հանդիսատեսը, այլ նաև հանրությունը։ Կարելի մտածել ինչով է կրթվում հանրությունը, տեղեկությամբ եւ տեղեկացմամբ կյանքի մասին տեսարանների, հայրենասիրության մասին, գիտության մասին եւ տարբեր ոլորտների մասին։ Թատրոնի կրթական նշանակությունը եւս կարևորագույն է մարդու կյանքում, որովհետեւ թատրոնից ես դու արտացոլանքը տեսնում ես, կյանքի արտացոլանք, այսինքն միջադեպերը, երկխոսությունները, տեսարանները, դրանք ամեն ինչը սովորեցնում են մարդուն։ Եվ հաճելի կլիներ, որ շարունակվեր այդ տրադիցիաները, որպեսզի մարդկանց համար ուսանելի բան տրամադրվեր, ուսանելի ներկայացումներ տրամադրվեր սովորելու համար, ընդհանրապես կյանքում օգտագործելու, սովորելու համար։ Նու միգուցե մեր օրերի, այսպես ասած, դարդը ցավը ավելի շատ ենքան թե թատրոնի բացակայության զգացողությունը, բայց ես գտնում եմ, որ բացակայությամբ մենք ուղղակի ապրում ենք ահագին կյանքը, ահագին դատարկ, ավելի դատարկ, քան թե ինքը իրականում կա թատրոնի առկայությամբ երևույթի մարդու կյանքը ավելի կլիացվեր, թատերական ներկայացում նայելուց դու ինչ որ ժամանակ կտրում ես քո առօրյա խնդիրներից, քո առօրյա հոգսերից եւ ինձ թվում ամենահիմնականն է թատրոնի խնդիրը այն էր, որ մարդուն իր հանապազորյա հոգսերից կտրի, տանի մի ուրիշ աշխարհ, մարդը պատկերացնի իրեն այդ ուրիշ աշխարհում։ Նու պրոբլեմ, այսպես ասած, թատրոն կարա նաև չլինի, բայց չլինելու համար մարդիկ պետք է պատասխան տան, արդյոք մենք արժանի չենք թատրոն նայելու, ներկայացում նայելու կամ թատերական ինչ-որ արվեստը ընկալելու։ Ինչու ոչ, իհարկե, պիտի լինի այդ ամեն ինչը։ Դուք որպես դերասան ավելի հեշտ եք մտնում դերի մեջ բացասական դերում, թե դրական։ Իրականում դերասանը այնպեսին պետք է լինի, որ երկու դերերի մեջ էլ ինքը դրսևորի ինչպես որ պահանջում է դերը։ Բայց կոնկրետ ես այդպիսի զգացում չեմ ունեցել, որ ասենք դժվար լինի իմ համար բացասական դեր կատարելու եւ դրական դեր կատարելու։ Ամեն դերի մեջ կա եւ բացասական գիծ եւ դրական գիծ։ Լինես թե ասենք բացասական դերակատար, թե դրական դերակատար, դու կատարում ես քո գործը եւ այն պետք է կատարել բնականաբար առավելագույն ձևով։ Ինձ թվում է ես բոլոր դերերում էլ ինձ կպատկերացնեմ։ Մարդ խաղալը դա բնական է, կարող ես բնավորություն, ես այնտեղ բնավորության գծեր, գիտակցություն, խորը ինչ-որ համոզմունքներ, բայց ամենադժվար խաղալը դրանք առարկաներն են եւ կենդանիները, որոնց բնավորությունը շատ դժվար է ցուցադրել բեմում։ Ես այդպես եմ կարծում, չգիտեմ, կարող է ճիշտ է, կարող է սխալ է, բայց համենայն դեպս առարկայական ինչ-որ առարկա պատկերելը կամ կենդանի պատկերելը, դա դու պետք է ահագին ուսումնասիրես այդ աշխարհը, որպեսզի դու կարողանաս իրեն ճիշտ պատկերել։ Իսկ դուք այդպիսի դեր ունեցել եք։ Առարկա չեմ պատկերել, բայց ասենք կենդանիների տարբեր կենդանիներ պատկերել եմ, եղել է նաև բացասական դեր եմ խաղացել, բայց այնպես որ երեխաները զգան, որ դա այնքան էլ բացասական չի, ուրախ բացասական դեր է։ Այդ ձևով, այսինքն ծովահեն եմ պատկերել, ես իմ այնտեղ էլ ինչ կար։
Համատեղել եք եւ դրական Համատեղել եմ եւ դերականը եւ բացասականը։ Իհարկե բնականաբար ռեժիսորի պահանջով հիմա մոդե է, չէ, ռեժիսորների հետ դերասանները ասում են, ինչ դերասան, ինչ ռեժիսորի հետ չի կարող աշխատի կամ այս ռեժիսորի պահանջները այս դերասանը չի կարող կատարի։ Այդպես բան չկա։ Ուղղակի դրանք մոդայիկ ինչ որ խոսակցություններ են, եթե դերասանը ինքը իր մեջ զգում է, որ ինքը կարող է դեր կատարել, դերակատար լինել ինչ որ դերում կամ ինչ որ կերպարում ինքը իրեն պատկերացնել, նա շատ փայլուն ձևով էլ կարող է անել։ Նույնիսկ չի որ ռեժիսորի պահանջները շատ խիստ են, ես չեմ կարողանում բավարարել կամ ես այդ ռեժիսորի ասածներին չեմ կարողանում աշխատել։ Ուղղակի թատրոնը մի աշխարհ է, որ միահամուռ կերպով դու պետք է կարողանաս այդ ներկայացումը ձևավորել եւ հանձնել մարդկային դատին։ Այդ ձևով։ Բայց այտենց որ հիմա ասեմ ինչ որ դերակատարություն կարող եմ անել, դժվար կլինի, որովհետեւ շատ շուտ բանից չեմ զբաղվել եւ կարելի է ասել ահագին հետ են վարժվել։ Շատ հաճելի կլիներ որ գործող խումբ լիներ, միգուցե իմ համար էլ մի ինչ որ էպիզոդիկ փոքրիկ դեր կճարվեր, ես էլ կմասնակցեի։ Ինձ ես ավելի շատ ասենք ինձ տեսնում եմ կինոյում, քան թատրոնում։ Ճիշտ է, ամեն ինչի դասականը թատրոնն է, բայց ես հասցրել եմ արդեն խաղալ քանի դեր, եթե չեմ սխալվում, մոտավորապես 4 թատերական ներկայացում եմ խաղացել եւ մի անգամ կինոյում Ռավեդիկյանի նկարահանած ֆիլմում շատ փոքրիկ էպիզոդիկ դեր եմ խաղացել ոստիկանի։ Կարող եք կինոն դնել նայել, դա կոչվում է ահագին հայտնի դերասանների հետ, ասենք Արսինե Խանջյանի հետ, ֆրանսիացի դերասան, անունը չեմ հիշում։ Իսկ կինոյի անունը կասեք։ Կինոյի անունը նա ում սպասում էին։ Այդտեղ իմ դերակատարությունը այնքանով էր, որ ես ներկայացնում եմ իրավապահ մարմինների, ասենք, դեմքը եւ աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ինչքանով է հաջողվել, դա արդեն հանդիսատեսը կդատի, բայց ամենայնիվս ինձ համար այդ շատ հետաքրքիր աշխարհ էր, ես ինձ ավելի շատ կինոյում եմ պատկերացնում, քան թե թատրոնում ներկայացման մեջ, բայց նաև խաղում եմ ներկայացումներ, ներկայացման գլխավոր դեր եմ խաղացել, ներկայացման երկրորդական գլխավոր դեր եմ խաղացել, ներկայացման էպիզոդիկ դեր եմ խաղացել եւ ոչ մեկի մեջ ես ինձ ված չեմ զգացել, որ ես գլխավորը չեմ կամ ինձ բոլորը չեն նայ։ Ես կատարել եմ իմ դերասանական, այսպես ասած, պարտավորությունը եւ առավելագույն ձևով փորձել ներկայացնել տվյալ կերպարը։ Խաղացել եմ երբ տան աչքեր չկան, որպես բժշկի դերում, խաղացել եմ իմ սիրտը լեռներում է, խանութպանի դերում, խաղացել եմ Ատամնաբույժն Արևելյան գլխավոր դերում, Թափառնիկոսի դերում եւ վերջին ներկայացումը խաղացինք ո՞ր իրոք հիշեմ։ Ինչեւ կհիշեք, խնդրեմ ասեք, դուք դերերում բոլորը ռեժիսորի ասածներով եք արել, թե իմպրովիզել եք արել։ Իհարկե, եթե թատերական խումբը կա, ուրեմն կա այդ թատերական խումբը ձևավորող, այսինքն ներկայացումը ձևավորող, որի անունն է ռեժիսոր։ Եվ բնականաբար ինձ հանդիպած ռեժիսորները բոլորն էլ իմ նկատմամբ խստապահանջ են եղել եւ ես փորձել եմ կատարել իրենց պատկերացրածը, իրենց ոչ թե թելադրած, այլ իրենց ձևավորած կերպարի դերը, ասենց ասեմ։ Ես խնդիր չեմ ունեցել երբևիցե ռեժիսորների հետ աշխատելուց։ Ես փորձում եմ իրենց հասկանալ իրենց տեսանկյունից, ինչ է ուզում տեսնել ռեժիսորը քո խաղացած դերից։ Միգուցե ինչ-որ տեղեր, ասենք, թերացումներ եմ ունեցել կամ ինչ-որ բաներ ճիշտ չեմ խաղացել, այդ ամեն ինչը բնականաբար ռեժիսորը ուղում է։ Եվ ավելի հասկացնել է տալիս, որ պետք է այս տեսանկյունից նայենք եւ այս ձևով խաղանք։ Ես չեմ բողոքում։ Իմպրովիզներ չեք արել։ Չեմ փորձում իմպրովիզներ անել, որովհետև դրանց համար հիմնականում պետք են այնպիսի դերասաններ, որոնք իրենց մեջ պարունակում են այնքան շատ ինֆորմացիա, որոնցով կարող են իրանք իմպրովիզացիաներ անել։ Ես ամենայն լրջությամբ լսում եմ ռեժիսորին։ Վարդորի թատրոնն էլ շատ լավ կլիներ, որ շարունակվեր այդ տրադիցիան, որովհետև արդեն սկսել ենք, արդեն խմորումը կար, արդեն դերասանական ինչ-որ կազմ էր ձևավորվում, արդեն ինչ-որ հիմքեր կար
որ մենք կարող ենք շարունակել դարձնել այդ թատրոնը ավելի պրոֆեսիոնալ, ավելի մոտիկ պրոֆեսիոնալիզմին, բայց ավաղ մեր ֆինանսական մասը չներելու պատճառով մենք ուղղակի անժամկետ դադարեցրեցինք այդ ամեն ինչը, չնայած նաև կարող ենք վերսկսել ֆինանսավորման արգայության դեպքում։ Ես շատ ավելի ուրախ կլինեի նորից, եթե իմանայի, թեկուզ նաև ես չխաղայի, որ իմանայի, որ գործում է Եղեգնաձորում թատրոն եւ կան շնորհքով մարդիկ, որոնք կարող են սատարել եւ մի քիչ հովանավորել այդ թատրոնը։ Որևէ հիշողություններ ունեք այս թատրոնի հետ կապված վերջի անգամ խաղալուց հետո։ Իհարկե ունեմ, օրինակ շատ վառ տպավորիչ հիշողություն ունեմ, երբ որ ես կանացի շրջազգեստով գլխարկով դուրս եկա բեմ, նստեցի աթոռին եւ ահագին կարճ հագած, թե ոնց ընդունեց հանդիսատեսը։ Բոլորը ծափահարեցին։ Այդ իմ վառ հիշողությունների, ոնց որ ասած, պահոցում ես պահում եմ, շատ լավ հիշում եմ դա։ Գլխավոր դեր խաղալուց հետո մենք ունեինք նաև դերասանական պակաս, կանացի դերի պակաս։ Ես փորձեցի ուղղակի ինձ տեսնել կնոջ տեսանկյունից։ Եվ ինձ թվում է հաջողվեց այդ ամեն ինչը։ Կարող եք այդ կադրերը մենք ունենք ցուցադրել, որ բոլորն էլ նայեն։ Ամենատպավորվածը այդ դերակատարումն է եղել։ Ամենատպավորիչը իմ ամենաառաջի թատերական ներկայացման դերն է եղել, որտեղ ես խաղում էի բժիշկ, որի հարևան ընտանիքում կատարում էին դրամատիկ դեպքեր եւ ջահելությանը երեխաներին հասկանալ էր պետք։ Իմ վրա ավելի շատ բժշկի կերպարն է տպավորություն թողել եւ ինձ թվում է այդ ներկայացումը ես շատ մեծ սիրով էլի կխաղայի։ Դա կոչվում էր «Երբ տան աչքեր չկան»։ Այս կառուցվածքը կոչվում է բեմ, որտեղ կատարում է ներկայացում, որտեղ կան տարբեր տեխնիկական միջոցներ, որոնցով իրականացում է այդ ներկայացումը։ Ես ամեն դետալի մասին կարող եմ պատմեմ, բայց ես շատ մեծ հաճույքով եմ մտնում այս բեմ, որովհետև այստեղ այս բեմում ելույթ են ունեցել մեծ արտիստներ, չեմ ուզում անունները նշել, սկսած Գուրգեն Ջանիբեկյանից եւ վերջացրած, ասենք, ամենաշարքային երիտասարդ դերասանով։ Ինձ վրա մեծ տպավորություն է թողում այս բեմը, պես ասած, մշակութային սրբավայր է։ Դա մեր տունն է։ Մշակույթի կենտրոնը մասնագիտացված է մշակութային գործունեության համար եւ ունենք մենք այս հրաշալի դահլիճը, որտեղ կատարվում է մշակութային տարբեր տեսակի միջոցառումներ, այդ թվում նաեւ ներկայացումներ։ Ինքը կոմպլեքս է, որը կատարում է մշակութային սպասարկման խնդիրներ։ Եվ մենք աշխատում ենք այս արկա դժվարին պայմաններում կարողանում ենք պահել գոնե ֆոնային մեր աշխատանքային ռեժիմը։ Հետագայում հույս ունենալով, որ ամեն ինչ կբարելավի եւ աշխատանքային պայմանները, եւ աշխատանքային ֆինանսավորումը, եւ միջոցները, եւ մնացած ամեն ինչը։ Եվ մենք հույսով ենք, որ այս բեմից դեռ ելույթ կունենան շատ ու շատ արժանի դերասաններ եւ մարդիկ։